Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն սովորականի պես ողջունում է բոլոր նրանց, ովքեր այս պահի մեզ հետ են եւ դիտում են մեր հերթական թողարկումը։ Գիտեք, ձեր բարեկամներ, պիտի ասեմ, որ մենք միշտ շատ գոհ ենք բոլոր այն հեռուստատիտողներից, ովքեր փորձում են ինչ-որ ձևով մեզ աջակցել։ Բայց խնդրում եմ, այն հաշվի համարները, որ մենք թողել ենք, մի համարեք, որ մուրացկանություն ենք։ Պետք չէ մեզ նման մոտեցումները։ Փառք Աստծո, մենք կարողանում ենք մեր գլուխը մի կերպ պահել եւ այն մեկնաբանությունները, որ որոշ չկամ անձինք արդեն երևում է գրում են, «Էս ինչ է, մուրացկանության նոր ձև է»։ Նոր ձև չի, սա համաշխարհային ընդունված պրակտիկա է, որի ընթացքում ցանկացած հեռուստալիք փորձում է ավելի հզորանալ։ Մենք բացառություն չենք եւ խնդրում եմ այսուհետ նման տագետ, ապուշ նենք մեկնաբանություններով մի մտեք մեր եթե ընդհանրապես վերջ տվեք ձեր չարությանը, որտեղ դրա վերջը շատ վատ է լինում։ Լավ, այսքանը որպես նախաբան եւ քանի որ օրը չորեքշաբթի է, դե հասկանում եք, որ չորեքշաբթին մեզ համար առանձնակի օր է։ Այդ օրը մեր տաղավարում մենք միշտ հյուրընկալում ենք մի հրաշալի, մի չքնաղ անձնավորության, ում հետ կարծում եմ դուք էլ միշտ հաճույքով եք հանդիպում։ Հասկացաք։ Խոսքս աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանի մասին է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Նախաբանը խիստ էր, բայց երևի տեղին էր, պարոն Ղուշյան։ Բայց դե կյանք է, ամեն ինչ է ստացվում է։ Շատ չար մեկնաբանություններ գրողների նրանց ուղակի հեռացրեք։ Բայց ես միշտ ընդունում եմ, պարոն Ղուշյան, այն մեկնաբանությունները, որոնք իրոք իրականություն, իրողություն են պարունակում։ Ես ընդունում եմ դա որպես փառք եւ այդ մեկնաբանությունները, որոնք չափի մեջ են։ Ինձ միշտ օգնել են զարգանալու իմ կարողությունները, զարգացնելու իմ գիտելիքների պաշարը հարստացնելու։ Այնպես որ չար մարդիկ իրենք տեղ չունեն։ Մենք նախորդ խոսում ենք, որ այդպիսի մարդիկ ուղակի ինքնաարտահայտման վայր չունեն։ Երևի, այո։ Իրենց այդ նող կանքը, իրենց տգետությունը, իրենց տանը հարգանք չունեն, շրջապատ չունեն, շփման դաշտեր չկա, ստիպած այդ վատ մեկնաբանություններն են գրում։ Ես նույնիսկ այն մեկնաբանությունները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, դրանք հանդիսացել են գովազդ ինձ համար, պարոն Ղուշյան, որ պարբերաբար խոսել են, գրել են, մարդիկ անցել են իմեջերով եւ ահա ամեն սկանդալային ինչ որ բան, եթե իմ մասին ասում է, ես դրանից եմ հասկանում, որտեղ ինձ չեն ուղարկում, ես չեմ, բայց հասկանում եմ, որ ինչ որ բան արդեն իմ մասին ասվել է եւ այսպես մեծ բանակ է գալիս դեպի ինձ եւ դառնում իմ հիմնական հետևորդներ, այնպես որ թող գրեն։ Գիտես, Գայանե, ես չեմ էլ դրանից ազդվում, շերի բարեկամներ, ասեմ, որ այն 50-ից ավելի տարիները որ անց եմ կացրել հեռուստաեթերում, գիտեմ թե ինչու են անում որոշ մարդիկ։ Դե սարսափելի բան է, այդպես ոմանք ասում են բարի նախանձ, նախանձի բարին որն է, նախանձը նախանձ է, ոմանք էլ ասում են պարզապես նախանձ։ Լավ, Գայանե, մենք այս տխուր թեման թողենք մի կողմ, մի այսպիսի հարց խոսենք, որոնք են սիրային գործերի մոլորակները։ Շատ կարևոր թեմա է, արծարծում, պետք է խոսեի դրա մասին, ուրախ եմ, որ դրա մասին խոսելու եմ։ Սիրելի հայրենակիցներ, արդեն ամսի մարսը ապրիլի 18-ից մտել է առողջի կենդանակերպ այն մի անգամ մուտք գործեց նոյեմբերին, հետո հունվարի 5-ի մոտակայքում հետադարձ ընթացքով գնաց Խեցգետին, քանդեց, քանդուկ հարաբարեց ընտանիքները, ցավոք, ցավալիորեն, շատ խնդիրներ Խեցգետին, Խոյ, Այծեղջուր եւ Կշեռք, մանավանդ Խոյ Կշեռք առանցքում։ Հետո արդեն ապրիլի 18-ից մարսը մտել է առողջի կենդանակերպ եւ դրական միտումներ կան եւ բացական։ Կխոսեմ դրականների մասին, բացականի մասին մենք որոշ բարձաբանումներ կտանք։ Առողջի կենդանակերպը ինչն է, երեխաներն են, արվեստն է, սերն է, առողջը ռուսերեն է, չէ՞ ասում, սիրահարվածներն են, չեմ ուզում ասեմ սիրեկան, սիրեցյալներն են, բայց այն այսպեսի պրոպագանդա չլինի, հա, որ ովքեր ունեն արտամուսնական կապեր, նրանց համար բարենպաստ ժամանակահատվածներն են մարսը առուծում, այսպես ասեմ, դրական նոր հնարավորություններ
խոյի եւ օդի ազդեցության տակ ծնվածների համար մանավանդ Մարսը առուծում է հիմա Վեներան նահանջ ընթացքով անցել է ձկների կենդանակերպ, հիմա գտնվում է խոյի կենդանակերպ, երբ ինչ է տեղի ունենում երկու մոլորակները, Մարսը սեքսուալ ակտիվության, մարդու կենսական արևն է կենսական ուժերը, բայց կամքն է, կամային որակները առուծի կենդանակերպում, այն շարմ է տալու կրակի ազդեցության տակ ծնվածներին, այն տղամարդի կամային կինը, որի քարտեզում Մարսը առուծի կենդանակերպում է լինում, ասում ամուսինդ գեղեցկատես է, մանավանդ որ ասեմ սոցիալապես բարձր դիրք այցեղջում, բայց միևնույն է Յուպիտեր, Մարս, երբ որ առուծի կենդանակերպում է լինում, երբ որ կշեռքետ լավ փոխհարաբերություններ հրաշալի ամուսիններ են ունենում կամ կողակից։ Համենայն դեպս մենք այս ժամանակահատվածում մոտավոր ինքը մայիսի 20-ի մոտակայքում է ուղիղ դիրքերը, բայց մայիսի 15-ից մինչև 20-25-ը Վեներան եւ Մարսը մեծ հրաշալի բարենպաստ դիրքավորում են ստեղծում սեր առաջին հայացքից սիրելի կշերքներ, խոյեր, դե խոյերը սիրում են, խերքները իրանցը չի, արագ սիրահարվելու, արագ էլ հիասթափվելու, բայց այս անգամ հնարավոր է այդ դրական դիրքավորությունը հնարավորություն տա, որ անձնական քարտեզը, անձնական ձեր հարցերը լուծեք, միջանձնային հարաբերությունում լինեք ավելի ակտիվ, խոյերը ակտիվ են, բայց կշերքները էսթետներ են, այսպես, հա, չէ, սիրելի կշերքներ, ժամանակն է, ցույց տվեք ձեր չնայած կշերքների մոլորակը Վեներան խոյում իրենց համար բարդ դիրքում է, բայց փորձեք այս անգամ գոնե մի քիչ ակտիվ լինել սիրո մեջ, առուծների մասին չեմ ասում, առուծները միշտ իրան գեղեցիկն են տեսնում, ես առուծներ գիտեմ, իրենք ռոմանտիկներ են, յուրաքանչյուր բարդ փոխհարաբերության մեջ իրենք լավն են գտնում, առուծները վայելում են կյանքը, նրանց կյանքը մեծ շնորհներ է տալիս, եթե այնտեղ դրական դիրքեր կան։ Եվ աղեղնավորների համար էլ է բարենպաստ այդ աղեղնավորները կամ անձինք, ովքեր շատ ճանապարհորդում են, իմացեք, որ այդ ընթացքում հնարավոր է սիրահարվեք սեր առաջին հայացքից, ի վերջո կարգավորեք, ի վերջո ձեր անձնական կյանքը դասավորեք, բոլորիս քարտեզներում են այդ երկու կենդանակերպերը իրեն կյանքի ինչ-որ ոլորտին է պատկանում, այսպես ընդհանուր բարենպաստ է կրակի և օդի ազդեցության տակ ծնվածների համար, բայց ընդհանուր մեզ մոտ, մեզ բոլորի կյանքում ինչ-որ կարևոր իրադարձություն տեղի կունենա, ձեզ նվերներ կնվիրեն, կարող է լավագույն մեքենան լինի, լավագույն պարֆումը լինել, վառ գույնի շորեր, վերջերս իմ զգեստապահարում ես հասկանում եմ, որ պարբերաբար ձգտում եմ դեպի վառ գույների, կարմիր պայուսակ, կարմիր կիսաճի ճտկավոր կամ ճտկավոր կոշիկներ, կարմիրն է կան, ես հասկանում եմ, որ Վեներան խոյում է և ես ուզում եմ, որ այդ և նույնիսկ շպարի մեջ այդ տարը նկատում եմ շուտով, մինչև Վեներան այստեղ երկար չի լինի, արդեն հունիսի մոտակայքում նա կանցնի խոյից արդեն ցուլի կենդանակերպ, ավելի հանգիստ կլինի, համենայն դեպս վառ ժամանակներ, նոր տպավորություններ եւ այդ ամենը համընկնում է նաեւ արևգակի մուտքով դեպի երկորյակի կենդանակերպ, որտեղ մայիսի 20-21-ի մոտակայքում էլ արևը 21-ի մոտակայքում անցնելու է երկորյակ, ամառային տրամադրություն, վառ գույներ, չգիտեմ, բայց մայիսին հարսանիք չեն անում, չէ՞ գոնե նշանադրություն լինի, սիրելի հետևորդներ, իմ ալիքում ես հատուկ նշել եմ օրերը, մայիսյան կամ մյուս անգամ կփորձեմ կրկին նկարագրել, բարենպաստ օրեր ունենք, մենք մայիսի կեսը հրաշալի է տոնախմբությունների, տոների, նշանադրության, հարսանիքներ չեն անում, չգիտեմ, բայց ամուսնության գրանցումը անում են։ Այո, ամուսնության գրանցում կարող են անել, բայց հարսանիքները ընդունված չի։ Հա, ընդունված չի, դե հիմա այստեղ պետք է մենք համատեղենք, բայց դա վերջին զանգի արարողակարգն է, ինչևէ վառ տպավորություններ, գեղեցիկ գույներ, ամռան մուտքը մեր կյանք։ Դե, գանե, ես հասկացա, որ ասում է ձեր ասածից պետք է նաև այսպիսի եզրահանգում անել, սիրելի կանայք, լսում եք ինձ, եթե ձեր ամուսինները գեղեցկատես են, պահպանեք նրան, պահեք այնպես, որպեսզի
չգուանան։ Պարոն Ղուշյան, մտքովս չէր անցել, բայց դուք երևի գեղեցիկ տղամարդ եք։ Ուրեմն դուք կզգուշանաք։ Ես վաղուց իմ տարիքը անցել է, ես այդ մասին չեմ էլ մտածում։ Բայց միևնույն է ձեր տեսքը թարմ է։ Ինչպես 50 տարեկան։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, ինձ համար դա մեծ կոմպլիմենտ է։ Կանի, բայց այսպեսի մի հարց, այ առաջիկայում ում կյանքը ինչ փոփոխություններ կարող է ունենալ կյանքում ավելի շուտ դրական ինչ տեղաշարժեր, ինչպիսին ընդհանրապես լինելու առաջիկա ժամանակահատվածը մարդկանց համար։ Պարոն Ղուշյան, այնտեղ ասի չէ, որ Մարսառուծի կենթանակերպ է մտել, ունի նաև բացասական միտումներ, ինչն է կենթանակերպերի համար էլ։ Այո։ Վերջերս ծանոթներիցս մեկի երեխային տղային լավ ծեծկրտուք են ենթարկել Մարսառուծի կենթանակերպում, Սևլուսինը կարիճում եւ Պլուտոնը ջրհոսում, ինքն ասեց պատահաբար է եղել, դեռ չեմ հասցրել մոտիկից խոսեմ, բայց բավականին տրամադիր էր, ասեց, որ երեխայից ծեծել են, դիմածնոտային այդ հատվածում վնասվածքներ ունի։ Մարսառուծի կենթանակերպում սիրելի հետևորդներ, մանավանդ այն երեխաները, որոնք ծնվել են առյուծ, ջրհոս, ցուլ եւ կարիճ, Սևլուսինը կարիճում, դա կարող էր ֆինանսի հետ կապված հարց լինել, որտեղ այնտեղ գումարների հետ կապված քրեական մշակույթն է նաեւ կարիճը, նրանք ում երեխաները գտնվում են 14-15 տարեկան այդ շրջափուլում դեռահասության շրջանում շատեր եղեք Մարսառուծի կենթանակերպում այն տալիս է գիտեք հակումներ դեպի առյուծը ինչ է ազարտն է հա խաղերին հեշտ կյանքին այն նրանք ովքեր ունեն իրենց տանը այնպիսի մեկին որը զբաղվում է խաղամոլությամբ միշտ ասում եմ հրաժարվեք խաղամոլություն թմրամոլություն գիտեք ծնողները զանգում են լացում ասում են վերջին կոպեկ չունենք մենք 5 տարի է սնանկացել ենք լինում է որ տան գիտեք այն տաքացուցիչների ամբողջ այդ պարերն են հավաքում տանում մատա վաճառում են վերջին հեռուստացույցը ինչևէ ուշադիր եղեք ձեր երեխանից մանավանդ նրան կամ այն անձինք հասուն անձինք էլ մի գնացեք մի տրվեք այդ սադրանքները որովհետև հենց Վեներամարսինքը շատ դրական մոլորակային դիրքավորում է բայց հակում կտա դեպի խաղամոլությանը այսպես է լինում մի կարևոր բան եմ ուզում ասեմ վերջերս հանդիպեցի ֆինանսական ոլորտի կարևորագույն մասնագետներից մեկի հետ նա ասեց որ մեծ on-line հարթակում իրենք մտնում են այդ գալիս է համապատասխան հղումների միջոցով վարկեր են ձևակերպում մինչև 5 միլիոն ինձ դիմել են մինչև 5 միլիոն եղել է ֆինանսական բաժնի մասնագետ որին ասել են որ համապատասխան on-line հարթակով գումար ունես ստանալու կեղծ այդ application-ն է եղել հա մուտք է գործել վարկ են ձևակերպել ձեր տվյալների մի տվեք իրենք որպես բանկի աշխատակից են ներկայանում հետադարձ դուք ինքներդ զանգեք բանկ նրանց հետադարձ կապ հաստատեք որովհետև կարողանում են կեղծել հեռախոսահամար ուշի հեռախոսահամարով են մուտք գործում ուշադիր եղեք սիրելի ծնողներ ուշադիր եղեք սիրելի հայրենակիցներ եւ այդ անձը ինձ ասեց որ հիմնականում կարողանում են այդ զեղծարարությունները կատարել երբ որ դուք ինչ որ համակարգի տվել եք ձեր տվյալները on-line համակարգով գնումներ եք չէ կատարում ժողովրդի հիմնական մասը գոնե կեսը on-line համակարգով հագուց եւ այլն այդ գնումները կատարում է ասեց այդ քարտերի մեջ այդ կցված քարտը այլևս ոչ միտեղ մի օգտագործեք եւ այդ քարտերի մեջ պահեք այնքան գումար, որքան ձեզ պետք կգա գնումները կատարելու, որովհետեւ հենց այդ հարթակները կոտրելով այդ զեղծարարները կարողանում են մուտք գործել ձեր այդ համապատասխան տվյալները վերցնել եւ այդ ամենը կատարել ուստի նաեւ վտանգ կա, այդպիսի վտանգ եմ տեսնում։ Հաջորդ կարևորը այդ իրավիճակը պարոն Ղուշյան Պլուտոնը մտել է ջրհոսի կենթանակերպ վերջնականապես նա նոյեմբերի 19-ի մոտակայքում մտավ եւ ինչն է հետաքրքիր Պլուտոնը դա մահվան ուռուցքային երևույթների մոլորակն է նաև դա վիթխարի այդ process-ները որոնք տեղ են ունենում Պլուտոնը գիտեք կարիճի կենթանակերպի ղեկավարն է անդրշիրիմյան կյանքն է կարիճը դա միզասեռական օրգաններն են դա քաղցկեղային այդ բոլոր երևույթներն են եւ երբ որ Պլուտոնը մուտք գործեց ջրհոսի կենթանակերպ բարբերաբար ինձ դիմում են ծնողներ որոնք ջրհոս են իրենց կենթանակերպով ծննդյան, բայց ինչն է հետաքրքիր, որ այս վերջերում ինձ դիմում են այն մարդիկ, որոնք ջրհոս են, իրենց երեխաները տառապում են կամ սուրլեյկոզով
կամ անցած տարի դեպք եղավ, հենց Պլուտոնը ջրհոսի կենդանակերպ մտավ, մայրը ջրհոս էր, այնտեղ երեխա ծննդաբերության ժամանակ արյան վարակից մահացավ։ Այո, Պլուտոնը գալիս է ջրհոս, նորագույն տեխնոլոգիաներն են, խնդիրներ կարող են բերել, խոյերի մոտ է շատ կարևոր այս ժամանակահատվածը, Նեպտունը եւ Սատուրնը մտել է, արդեն Սատուրնը շուտով կմտնի խոյի կենդանակերպ, ծնողը զանգել էր, ասում է տղաս ընտանիքը թողել, գնացել է առանձին է ապրում, նույնիսկ տեղը չգիտենք, զվարճություններին։ Ես իրեն բացատրում եմ, որ Նեպտուն է մտել խոյի կենդանակերպ, վարդագույն ակնոցները դրել ու կյանքն է վայելում։ Հարցեցի, արդյոք հիվանդություն չուներ, պետք է որ անցած տարի առողջական խնդիրներ, ասեց, այո, այդ առողջական խնդիրներից հետո որոշել է կյանքը վայելել։ Ուստի սիրելի հետևորդներ, այո, այդպիսի բարդ իրավիճակներ եմ տեսնում, այն ինչը դուք կարող եք շտկել, սանձել, դա դուք կարող եք, երբեմն լինում են ցիկլեր մոլորակային, որ մարդը ուղղակի պետք է հերթական ճգնաժամը ապրի։ Եվ այդպիսի մի դեպքի եմ հանդիպել, պարոն Ղուշյան, եւ ձեր թույլտվությամբ ես կցանկանամ գոնե ամիսը մեկ անգամ կամ երկու անգամ կտեսնենք ինչպես վերջերս հանդիպում եմ արյան սուր լեյկոզ, նմանատիպ քաղցկեղածին այդ հիվանդություններն են, տերմինաբանությանը չեմ տիրապետում, ավելի գրագետ, բայց եթե այդպիսի երեխաներ կան մարսառուցի կենդանակերպում, ինձ հուշում է եկել, որ զբաղվենք այդ երեխաների բուժման հարցով։ Շատ կարևոր է, Փակտիվին պատրաստ է։ Այո, այստեղ բարեգործություն անենք եւ ես տվյալները կարող եմ բարբերաբար կփնտրեմ, կարող եք ուղարկել Փակտիվի, կարող եք ուղարկել միայն ուղարկեք ինձ Viber հարթակում, եթե երեխային օգնություն է պետք on-line գումարներ հավաքելու համար, ես կփորձեմ ձեզ օգնություն տրամադրել, դա ինձ մարսառուցի կենդանակերպում միտք է եկել, օգնենք մեր հայրենակիցներին, փրկենք երեխաների մարսառուցի կենդանակերպում, այն երեխաները, մանավանդ Պլուտոններ ջրհոսում, որտեղ ջրհոսը դա նորարարական մեթոդներ են, Պլուտոնը ջրհոսում կօգնի մեր կօգնենք մեր հանրության մի հատվածին հաղթահարել այդ հիվանդությունը։ Ուստի խնդրեմ հղումը դնենք հենց հաղորդման ժամանակ, սիրելի հետևորդներ, եթե մի փոքրիկ գումար ունեք, որ կողք եք դրել, դա չի խանգարի, ձեր երեխաների մի բան կարելի է պակաս գնել, բայց օգնենք մեր փոքրիկներին հաղթահարեն այդ խնդիրը եւ մի կյանք, մի ծիլ մեր կյանքում ավելանա մեր հետագա սերնդի համար։ Գան հրաշալի միտք է, ես նորից եմ կրկնում, Փակտիվին պատրաստ է միշտ բարեգործական նմանակցությունների, սիրելի բարեկամներ, օգտվեք այս հնարավորությունից, մանավանդ Գայանե Սարգսյանը այս առումով իսկապես բացառիկ այն մարդկանցից է, ով միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել մեր հանրությանը, հատկապես երեխաներին, իհարկե մեզ համար դա շատ կարևոր է։ Շնորհակալ եմ Գայանե։ Ձեզ եմ շնորհակալ հնարավորությունը տվեցիք, եթե այնտեղ հարցեր կլինեն, արդյոք ինքը օգնում է, այո, ես ինքս օգնելու եմ, իմ անմիջական մասնակցությունն եմ ցուցաբերելու եւ որոշել եմ այն հարթակներում, որ մոտակա ժամանակներում ես ելույթ կունենամ, այդ հարցը կբարձրացնեմ, սիրելի հետևորդներ, սպասում եմ ձեր այդպես ձեր օգնությանը, եկեք փրկենք կյանքեր։ Դե հիմա երևի ժամանակն է անցնենք աստղաբանական քարտեզներին, վերցրեք ձեր հեռախոսն ու ակնոցները իհարկե եւ ասեմ, որ այս պահին մենք ունենք մեծաթիվ, շատ մեծաթիվ հեռուստատիտողներ, որոնք սպասում են հենց աստղաբանական քարտեզների ներկայացմանը։ Սիրելի հետևորդներ, մի ուղում խնդրանք հոդոր, խնդրում եմ անձնական ինձ մի գրեք, խնդրեմ հաղորդման ընթացքում դիտարկեք իմ երեխայի, իմ հարազատի քարտեզը։ Այստեղ Փակ TV-ի յուրաքանչյուր հաղորդումից հետո տեղադրեք ձեր հարազատի անձամբ ձեր ծննդյան տարի, ամիս, օր, ժամը, րոպեն եւ նաեւ վայրը։ Իմ այս հաղորդում գալու, այստեղ եթեր գալու իմաստը, որպեսզի օգնենք մեր ազգին, փրկենք կյանքեր, այնտեղ այսպես, այստեղ էլ մասնագիտական կողմնորոշում անենք, մարդիկ կան, որոնք վճարունակ չեն, բայց բավականին խելացի երեխաներն են, ուղղորդենք իրենց երեխաներին, իրենց որպեսզի կյանքի ուղի կփնտրեն։ Միշտ էլ ասում եմ, եթե այն ուղին, որը դուք որոշել եք եւ պետք է գնաք, կարող եք լսել, բայց ինձ լսել, բայց վերջնական որոշում ընդունելը ձեր կյանքի հետ կապված, ձեզնից է կախված, իրենից։ Եթե գրեցիք անձնական նամակով, ես չեմ դիտարկում այդ, ես դիտարկում եմ միայն Փակ TV-ի կամ եթե իմ հաղորդումներն լինում են, այդտեղ մեկնաբանություններում գրված այդ տվյալները։ Գնանք առաջ, երկու կարևոր տվյալ եմ դիտարկել։
Ալեն Զաքարյան 2014-ի մարտի 31 Ալեն Զաքարյանի քարտեզը ինձ մի քիչ այսպես ես բավականին այսպես ակտիվություն տեսա նրա մոտ, բայց ագրեսիվություն տեսա Ոստի ծնողը, որը գրել էր, չգիտեմ, երեխան երևի չէր գրել, որտեղ 14 թիվա 10 տարեկան, կարծում եմ, որ մի քիչ բարդ բնավորություն ունի ձեր երեխան, կոնֆլիկտային է, մրցակցում է տանը եւ հոր հետ եւ մայրիկի հետ, հուսամ, որ ընտանեկան իրենց սոցիալական վիճակը բարվոք վիճակ է, որտեղ սուր կոնֆլիկտներ եմ տեսնում այստեղ եւ մասնագիտական կողմնորոշման հետ կա ինքը կոնֆլիկտային երեխա է որպիսի դուք ցրեք այդ բարդ էներգիան որտեղ արև ուրան լուսին մանավանդ իջնող հանգուցը խոյ կենթանակերպում այդ երեխային տարեք այնպիսի խմբակներ ինտեգրեք որտեղ նա կարող է իր այդ հիպերակտիվությունը դուրս հանել դա եւ այն սպորտաձևն է խոյը որը հարցակողական այդպիսի միտում ունի դա կարող է լինել բռնցքամարտը չեմ ուզում ասել մարտեր առանց կանոնների, բայց իր տվյալներում կա, որտեղ ակտիվություն է, բայց անհատական սպորտաձևը, դա խմբայինը չէ։ Հետագայում մասնագիտական կողմնորոշման մեջ, եթե այդպիսի անվախենա, նա զինվորական կարող է լինել, ուղղակի հնարավոր է, որ ղեկավարների հետ խնդիր ունենա, դժվարությամբ կատարի հրամանները, շտապ օգնությունն է, խոյը ինչն է, իրենց սեփական բիզնեսը կարող են ունենալ, որտեղ կարող է կտրտել, խոյը դե կենթանիներն են դրանք, ակտիվություն եմ տեսնում, բայց ակտիվությունը նաև այսպես գունավորված է, ձևավորված է ագրեսիվությամբ, անձնական հարաբերություններում խնդիրներ եմ տեսնում, հա, լուսի մարզ, դիրքավորում մայրիկի հետ, կոնֆլիկտային հարաբերություններ ունի, հետագայում կարող է իր երկրորդ կեսի հետ, կողակցի հետ կոնֆլիկտային լինել, ինքը ծնվել է այնպիսի մի ծրագրով, որ մանավանդ երկրորդ լուսնային օրն է, որ անընդհատ ձգտելու է լիդերության, բայց ի հաշիվ մնացածների այդ համեստության, հա, փորձեք ձեր երեխայի մեջ սերմանել մի փոքր այդպես կոմպրոմիսի գնալու, փոխզիջման գնալու այդպիսի հատկություն, նրա մոտ դա պակասում է։ Երեխան հետագայում, եթե բնավորության պատճառով չկարողանա ինտեգրվել ինչ-որ այդ աշխատանքային պրոցեսին, բայց ինչ եմ տեսնում, որ անպայման պետք է փոխադարձ համագործակցության գնա, ձեր ընտանեկան բիզնեսը կարող եք ունենալ, քանի որ Յուպիտերը խեցգետնում է, դա Խեցգետին ինչ է սերնդի շարունակման հարցն է, հաց կարող եք տալ, խեցգետինը կերակուրն է, համեղ կերակուրներ կարող եք պատրաստել, դա կարող է լինել նաև հյուրատնային բիզնեսը, եթե ճիշտ կարողանաք ղեկավարել, մանավանդ նա ղեկավարի կարողություններ ունի, այդ հյուրատնային բիզնեսի մասով բավականին մեծ եկամուտներ կարող եք ունենալ եւ նաև հոգեբանությունն է Լավագույն հոգեբանը կարող է լինել եւ իր խնդիրները կարող է լուծել ներանձնային, միջանձնային, նաեւ այդ խնդիրները կարող է լուծել հոգեբանի մասնագիտությունը ընտրելով։ Ես տեսնում եմ, որ Մերկուրին ձգներում է երեխայի, նա արվեստի հանդեպ բավականին մեծ սեր կա։ Կարող է զբաղվել երաժշտությամբ, կարող է զբաղվել գեղանկարչությամբ, Յուպիտերը խեցգետնում մեր երկրի գեղատեսիլ վայրերը կարող է նկարել, հյուրասեր է կարծում եմ, որքան որ կոնֆլիկտային է, բայց հյուրասեր է նա եւ երբ որ արդեն նեղացնում է մարդկանց, հետո երևի սրտի մի անկյունում նեղվում է, բարեկենդանի բնավորություն ունի այդպես ասեմ։ Կարծում որ տատիկը շատ է սիրում իրեն։ Եվ բանկային գործն է ֆինանսները հանրային գումարների հետ կարող է աշխատել, դրանք ապահովագրական ընկերություններն են, դրանք այն հասարակական կազմակերպություններ են, որոնք զբաղվում են բարեգործությամբ, նաև այնպիսի վայրեր, ձկները դա ձկնորսությունն է, ծովի հետ կապված, ծովամթերքի հետ կապված, ես նաև այս ամենը, որ տեսնում եմ, կարող է ունենալ իր սեփական այդ ռեստորան եմ ուզում ասեմ, չգիտեմ որքան կլինի, համայնային դեպս ներգրաված պետք է լինեն նաև տան անդամները։ Շատ լավ երեխա, բավականին ակտիվ, բայց մի փոքր ագրեսիվ։ Հաջորդը Նելի Խաչատրյան 2007 թիվ 13 հուլիս Խեցգետնի կենդանակերպի ազդեցության տակ ծնված, արև ուրան գեղեցիկ տրիգոնով բնակյաց է լինելու ձեր երեխան, մոլորակների հիմնական
այդ անձնային մոլորակները գտնվում են քարտեզի այդ ներքևի մասում, իրականում հյուսիսում, բայց այդ ներքևի մասում արևը եւ Մերկուրին գտնվում են խեցգետնի կենդանակերպում, երևի թե շփման հետ խնդիր կարող է ունենալ, նաև բարձրագույն կրթություն ստանալու հետ խնդիրներ կունենա։ Ինչ է կատարում։ Եվ նա ունի բար դիրքեր՝ Լուսին, Մերկուրի, Պլուտոն, այդ օպոզիցիա դիմադրություն դիրքավորում, որը ներառում է երրորդ եւ 9-րդ տները, դա բարձրագույն կրթություն ստանալու հետ կապված խնդիրներ կարող է լինել, կամ դժվար է ինքնաարտահայտում Մերկուրին խեցգետնում եւ նաեւ նահանջող է, եւ նաեւ Լուսինը երկորյակում, դա լեզվամտածողության խնդիր է, հուսանք, որ երեխան խոսքի հետ կապված խնդիրներ չունի, որտեղ այդ խնդիրները կարող են նաեւ լինել։ Մանկավարժությունն է դա, կցանկանաք, որ ձեր երեխան լավագույն բուհերը ընդունվի, նրա մոտ պետք է զարգացնեք լեզվի խոսելու այդ կարողությունը, ինչու՞ չէ նաև օտար լեզուներով շփվելու այդ կարողությունը, Սև լուսինը կշեռքում անձնականում հնարավոր է հետագայում խնդիրներ լինի, դժվարություններ կան, դա դիրքավորում է, որը խանգարում է անձնական կյանքը դասավորել։ Ինչն է հետաքրքիր, շատ աշխատասիրությունը կարող է նրան խանգարել, որպեսզի այդպես ֆիզիկական մարմնի վրա կարող է ազդել, այստեղ բարձրացող հանգուցի ձկներում ես տեսնում եմ դա սեր առաստված, մարդը պետք է լինի բավականին իջնողակույսում սկեպտիկ է, նա պետք է իր երևակայության այդ երևակայության բոլոր այդ բնազներին հետևի, աստվածաբանությունն է, հոգեբանությունն է, լավագույն ոլորտներն են, նաև դա արվեստն է, ձկների կենդանակերպը դա այն բարձրացող հանգուցը ձկները պարբերաբար պետք է հանգստանա այդ հյուրանոցային, հյուրանոցա ռեստորանեն, հյուրանոցա առողջարարային այդ վայրերն են, նաև երեխան կարող է զբաղվել, բարեգործություն պետք է անի, պատիր չի այդ հասարակական կազմակերպությունը, բայց իր կյանքում նա պետք է բարեգործի որակներ սերտի։ Եվ այստեղ տեսնում եմ Լուսին Սատուրն, որքան է որ առաջին հայացքից Սուսիկ հանգիստ այսպես խեցգետին է, հա, Մերկուրն է խեցգետնի կենդանակերպում, իր հույզերը, իր էմոցիաները կարող է պահել իր ներսում, խոսքն էլ անդադ մտածելու է հայրենիքի մասին, իր համար կարևոր է կրթության process-ը եւ ես կարծում եմ, որ երեխան չի կարողանում կողմնորոշվել։ Վեներան Սատուրնը առյուծի կենդանակերպում առյուծի ոլորտներ կարող է ընտրել, սկզբում դա կարող է լինել հոբի իր համար, հետագայում կարող է դա ծառայել որպես մասնագիտություն, առյուծը դա ոսկերչությունն է, եթե երեխան սիրելու հետ, սովորելու հետ սեր չունի, ոսկերչությունն է, դա ադամանդագործություններն են, այն խանութներն են, որտեղ թանկարժեք իրեր են վաճառվում, եթե լավ սովորի երեխան, ես տեսնում եմ ղեկավարի կարողություններ ունի, Սատուրնը առյուծի կենդանակերպում, նրա մոտ ղեկավարի կարողությունները պետք է զարգացնեք, բայց մի քիչ նարցիսիկ է, կարծում եմ, որ գեղեցկատես է, բավականին լավ զարգացած ճաշակ ունի, գեղեցիկ հագուստներ է նախընտրում, այն հագուստները, որոնք չեն կրկնվում, որոնք յուրահատուկ են, բայց այդ ամենի հետ մեկտեղ պետք է երեխան ստանա բարձրագույն կրթություն եւ կարող է աշխատել առաջատար ընկերություններում, որոնք նաեւ միջազգային այդ կատեգորիաների մեջ են ընդգրկված։ Այսքանը երևի փորձեք երեխայի հետ լեզու գտնել, սիրելի մայրիկ, իրեն այդքան մի կշտամբեք, կարծում եմ, որ մի փոքր էլ նա ձեր համենայն դեպս մի փոքր դիտողությունը կարող է խնդիր բերել, նա ձեզնից կարող է նեղանալ, չխոսել պարբերաբար եւ դա ձեր կխանգարի ձեր անձնային մայր եւ երեխա այդ փոխհարաբերությունները։ Դե հուսանք այն է, որ ձեր այս մեկնաբանությունից հետո մայր ու աղջիկ ընդհանուր լեզու կգտնեն, կգան ընդհանուր հայտարարի, սիրելի բարեկամներ, դուք հասկանում եք, որ Գայանե Սարգսյանի նպատակը հենց ընտանիքներում խաղաղությունն է, պահպանելն է, սեր բարողության, մի խոսքով այն ամենը ինչ որ բարի է, դրական է, եւ հավատացեք, որ նրա ցանկացած ելույթ Փակ TV եթերում դա բարիության, հարգանքի, սիրո կոչ է ուղղված մեր ունկնդիրներին։ Կանե շնորհակալ եմ,
Շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ, որ կարողանում եմ իմ մտքերը այստեղ արտահայտել։ Ես բոլորի ընտանիքներում մեծ սեր եմ ցանկանում։ Մեր երկրին բարգավաճում մի մոռացեք, Յուպիտերը մտնում է Խեցգետին 2025-ի հունիսի 9-ից։ Լիություն է լինելու մեր ընտանիքներում, մեր երկրում։ Սպասեք հաջորդ հաղորդմանը։ Պայմանավորվեցինք, սերի բարեկամներ, աստղաբան հոգեբան հրաշալի միանձնուհի Գայանե Սարգսյանն էր մեր տաղավարում այսօր այսքանը, ցտեսություն։